Բարի գալուստ մայրիկների ակումբ։ Մայրիկների ակումբը հարթակ է, ուր կարևորվում է մայրիկի լավատես, խելացի ու տեղեկացված լինելը։ Մեր այսօրվա խաղին մասնակցում են փորձառու, լավատես ու խելացի մայրիկներ։ Եկեք ծանոթանանք նրանց հետ։ Շուշան Հակոբյան, 42 տարեկան։ Շուշանը 3 տղաների, 20-ամյա Գորի, 15-ամյա Նարեկի եւ 1 տարեկան Դավիթի մայրիկն է։ Շուշանը նշում է, որ տարիների կուտակած փորձն իհարկե իր դերն ու նշանակությունը ունի նորածին փոքրիկի խնամքի հարցում։ Շուշանին միշտ պատրաստ են օգնության ձեռք մեկնել ամուսինն ու ավագ որդիները։ Ըստ Շուշանի, Նարեկին լույս աշխարհ բերելուց հետո սկսել է այլ աչքերով նայել կյանքին։ Փորձառու մայրիկը խորհուրդ է տալիս, որ բոլոր կանայք հասուն տարիքում եւս զգան մայրանալու բերկրանքը։ Արևիկ Բաղդասարյան, 27 տարեկան։ Արևիկի 5-ամյա որդին Ռուբենը շատ ակտիվ ու սպորտային է, ու դա պատահական չէ։ Արևիկը վոլեյբոլի հավաքականում է խաղացել, իսկ ամուսինը ըմբշամարտով է զբաղվել։ Ռուբենն էլ ծնողներից հետ չի մնում, արդեն 3 տարի է լողի է հաճախում։ Արևիկի 2.5-ամյա դստրիկը Ռուբինան եղբոր հակապատկերն է, բնավորությամբ շատ հանգիստ է ու նուրբ։ Ընտանիքն ունի ավանդույթ, ամեն շաբաթ կամ կիրակի միասին դիտում են որևէ ներկայացում կամ ֆիլմ։ Լիաննա Երզինկյան, 36 տարեկան։ Լիաննան 13-ամյա Հայկի եւ 9-ամյա Անգելինայի մայրիկն է։ Հայկը բնավորությամբ նման է հայրիկին, շատ խիստ է եւ սիրում է, երբ ամեն բան իր տեղում է։ Տղան առանձնանում է ասմունքելու տաղանդով։ Նա նույնիսկ մրցույթների է մասնակցում եւ արդեն որոշակի հաջողություններ ունի։ Իսկ Անգելինան շատ արտիստիկ է։ Թիթիզի կարգադաստրիկը երազում է պարուհի դառնալ։ Համախմբված եւ ուրախ ընտանիքը փորձում է ամեն օրը տոնի վերածել։ Ողջույն մայրիկներ, շատ հաճելի է ձեզ տեսնել մեր տաղավարում, միասին առաջիկա րոպեների ընթացքում լավ ժամանակ ենք անցկացնելու եւ իհարկե ձեր խաղի օգնությամբ մի խումբ կանայք զինվելու են նոր գիտելիքներով։ Դե եկեք անցնենք խաղին, նախապես ծանոթանալով առաջին փուլի կանոններին։ Առաջին փուլում մասնակիցներից յուրաքանչյուրը կպատասխանի 5 հարցի։ Ճիշտ պատասխանը մայրիկին կբերի 1 միավոր։ Մայրիկների ակումբում սկսված է մեր այսօրվա խաղը, սկսված է առաջին փուլը եւ մեր առաջին մասնակիցը Շուշան դուք եք։ 5 հարց եւ ենթադրում է կարճ ու արագ պատասխաններ։ Պատրաստ եք Շուշան։ Այո, սկսեցինք։ Շուշան, արդյոք միգրենը կարող է ուղեկցվել նաեւ սրտխառնոցով։ այո, կարծում։ Ճիշտ է։ Արդյոք հնարավոր է ունենալ այնպիսի իմունիտետ, իմունային համակարգ, որը կպաշտպանի բոլոր հիվանդություններից։ Ոչ։ Ճիշտ է պատասխանը։ Արդյոք երեխայի խոսքի զարգացման փուլ է համարվում գղգղանքի շրջանը։ Իհարկե։ Ճիշտ է եւ համարվում է առաջին փուլ, այնին շատ ծնողներ կարծում են, որ դա կարևոր շրջան չէ, բայց պետք է շատ ուշադիր լինել այդ փուլի հանդեպ։ Նշեք ալերգեն համարվող մեկ սննդատեսակ Շուշան։ Ելակ։ Ճիշտ է պատասխանը եւ վերջին հարցը։ Արդյոք նորածնային տարիքում երեխային կարելի է լողալ սովորեցնել։ Իհարկե։ Ճիշտ է պատասխան, իհարկե հայ հասարակության համար չէ սա մի քիչ, բայց վերջին տարիներին հայ մայրիկներն էլ սկսել են չվախենալ եւ անգամ նորածնային հասակից երեխային լողալ են սովորեցնում։ Շնորհակալություն հարցերին պատասխանելու համար։ Խաղը շարունակում ենք Արևիկ ձեզ հետ։ Լավ է տրամադրությունը արել։ Իհարկե։ Շատ լավ։ Հնչեցնում եմ առաջին հարցը։ Արևիկ, արդյոք արյունը կարող է խտանալ տարաբնույթ վնասվածքների պատճառով։ Այո։ Ճիշտ է պատասխանը։ Արդյոք մաստակ շատ ծամելը կարող է կարիեսի առաջացման պատճառ դառնալ։ Ոչ։ Սխալ է պատասխանը, իրականում կարող է։ Մենք իհարկե երբեմն տարբեր գովազդային հոլովակների պատճառով հակառակն են կարծում, դրա համար էլ ատամնաբուժները խորհուրդ են տալիս հատկապես երեխաներին ընդհանրապես մաստակ չառաջարկել։ Մյուս հարցը. արդյոք հրդեհի ժամանակ կարելի է բացել տան պատուհանները։ Ոչ։ Ճիշտ է պատասխանը։ Արդյոք նուռը վնասակար է սրտի համար, Արևիկ։ Ոչ։ Ճիշտ է պատասխանը, հակառակը օգտակար է։ Մոտավորապես որ տարիքում են Արևիկ երեխաները սկսում քայլել։ 1.5-ից։ Ճիշտ է պատասխանը։ Մինչև 1.5 համարվում է նորմալ, սակայն եթե մի փոքր ուշանում է, արդեն պետք է անհանգստանալ ու դիմել մասնագետների։ Շնորհակալություն։ Խաղը շարունակում ենք Լիաննա ձեզ հետ։ Ինչպես է տրամադրությունը։ Շատ լավ։ Լիաննա, իդեպ ձեր հարցերը զուգադիպել են մեր այսօրվա հերոս հայրիկի հարցերի հետ։ Ինչ է սա նշանակում։ Դուք կպատասխանեք 5 հարցի, որից հետո մենք կլսենք, թե ինչպես է այդ հարցերին պատասխանել Արսեն Ջուլֆալակյանը, հայտնի հայրիկ, եւ կհամեմատենք, տեսնենք նա քանի սխալ պատասխան է տվել։ Պատրաստ եք։ Պատրաստ ենք։ Սկսեցինք։ Լիաննա, արդյոք կարելի է լողացնել երեխային պատվաստումից հետո։ Ոչ։
Սխալ է պատասխանը։ Իրականում կարելի է։ Իհարկե կա այդ ընդունված սխալ տարբերակը, որ պետք է մի քանի օր սպասել, բայց հիմա մանկաբույժները խորհուրդ են տալիս, որ հակացուցում չկա։ Միգուցե, Դուք քանի տարի առաջ եք երեխա ունեցել, վերջին բալիկը։ 8-9 տարի առաջ։ Օ, ձեր ժամանակ իսկապես չկա Մեր պատասխանը։ չի եղել։ Չէ, բայց հիմա մասնագետները խորհուրդ են տալիս իհարկե հանգիստ լողացնել երեխային, եթե կողքի խնդիրներ չկան։ Նշված սննդատեսակներից Լիաննա, որն է երկաթի աղբյուր հանդիսանում։ Կատնամթերք, ցիտրուսներ, տավարի միս։ Երկաթ։ Երկաթը, տավարի միսը, Ճիշտ է պատասխանը տավարի միս։ Արդյոք հղիության ընթացքում հնարավոր է պարզել ունենա երեխան Դաունի համախտանիշ թե ոչ Լիաննա։ այո, Ճիշտ է պատասխանը։ Հղիության որ շաբաթականում են մասնագետները կարողանում պարզել պտղի սեռը, մոտավորապես։ 12 երևի, հա։ Ճիշտ է պատասխանը հենց 12-րդ շաբաթում եւ վերջին հարցը։ Արդյոք կարելի է նորածին փոքրիկին լողացնելու ընթացքում երկարավզիկ անել Լիաննա։ Ոչ։ Ոչ, ճիշտ է պատասխանը։ Հիմա չգիտեմ, ժամանակ ոչ։ Դե ժամանակ ոչ, այո, 8 տարի առաջ էլ արդեն ոչ, իհարկե հիմա կան տատիկներ, մայրիկներ, ովքեր անում են երկարավզիկ, բայց մասնագետները խորհուրդ են տալիս բացառել այս տարբերակը։ Դե հիմա եկեք տեսնենք, թե Արսեն ինչպես է պատասխանել նույն հարցերին։ Կարելի է արդյոք լողացնել երեխային պատվաստումից հետո։ Ինչ որ ժամանակ կա, օրերի քանակ, եթե չեմ սխալվում, այդ 2 օրեր, որից հետո նոր կարելի է լողացնել։ 2 կամ 3 օր։ Այդպես եմ հիշում, ամենայն դեպս մեզ այդպես էին ասել։ Այսինքն միանգամից չի կարելի լողացնել։ Նշված սննդատեսակներից որն է երկաթի աղբյուր հանդիսանում։ Կատնամթերք, ցիտրուսներ, տավարի միս։ Այդ մասնագիտական է ինչ որ արում սպորտի մեջ, կաթը սպիտակուցներ էին, ցիտրուսը դե վիտամին C-ն է, ստացվում է երկաթի աղբյուր միսը։ Բացառելով գնացինք էլի։ Արդյոք հղիության ընթացքում հնարավոր է պարզել ունենա երեխան Դաունի համախտանիշ, թե ոչ։ Իշկանով որ նորից առնչություն ունեցա, հա, բժիշկների հետ այդ ընթացքում, այո, հնարավոր է, եթե չեմ սխալվում, 7-րդ ամսին է, երբ անցկացում է այդ խորը ստուգումը, դոպլեր, հա, սարքավորումով, եթե չեմ սխալվում, դրանով են ստուգում ու վերջնականապես ասում են երեխան ինչ-որ արատ շեղում կամ ինչ-որ մի բան ունի, թե չէ, այդ թվում նաև ձեր ասածը, համենայն դեպս ես այդպես եմ հիշում մեր փորձով, հա, ամեն դեպքում պատասխանը այո հնարավոր է ստուգել։ Հղիության որ շաբաթականում են մասնագետները կարողանում պարզել պտղի սեռը։ Մի վարքան հաշվում եմ ամիսներով, 3 ամսեկանը ինչքան է շաբաթել եմ 4, 12-ից 15-րդ շաբաթներում, հա։ Արդյոք կարելի է նորածին փոքրիկներին լողացնելու ընթացքում երկարավզիկ անել։ Նորից բժիշկների խորհրդով առաջ անում էին, ինձ վեն եթե չեմ սխալվում արել, հիմա գիտեմ որ թույլ չեն տալիս, հատկապես նորածինին, ամենայն դեպս մեր բժիշկը խորհուրդ տվեց, որ նորածին նոր ծնված ժամանակ չանել երկարավզիկ, ոչ միայն նոր ծնված ժամանակ, այլ հետո էլ խորհուրդ չի տրվում, ինչքան գիտեմ հիմա։ Արսենը պատասխանեց 5 հարցի, Լիաննա տեսակ փաստորեն նույն հարցի շուրջ երկուսիդ կարծիքը համընկավ պատվաստման հետ կապված, մնացած հարցերին ճիշտ պատասխանեց։ Բրավո Արսենին, տեղեկացված հայրիկ է։ Շնորհակալություն աղջիկներ, որ պատասխանեցիք հարցերին, դե եկեք պարզենք միավորները։ Առաջին փուլի ընթացքում Շուշանը վաստակեց 5 միավոր, Արևիկը վաստակեց 4 միավոր եւ Լիաննան վաստակեց 4 միավոր։ Տեղափոխվենք երկրորդ փուլ, նախապես ծանոթանալով երկրորդ փուլի կանոններին։ Երկրորդ փուլում մայրիկները կդիտեն տեսանյութ, որից հետո կհնչի 7 հարց։ Դրանց պատասխանները թաքնված են տեսանյութում։ Յուրաքանչյուր ճիշտ պատասխան մասնակցին կբերի 1 միավոր։ Մայրիկների ակումբում սկսված է մեր այսօրվա խաղի երկրորդ փուլը։ Աղջիկներ, երկրորդ փուլի ընթացքում խոսելու ենք ստաֆիլոկոկի մասին, խնդիր, որը հաճախ է հանդիպում մանկական հասակում։ Այս թեմայի մասին ամեն ինչ կիմանանք, եթե դիտենք տեսանյութը։ Տեսանյութը դիտելուց հետո ես կհնչեցնեմ 7 հարց, այդ հարցերի պատասխանները թաքնված են տեսանյութում։ Եթե ուշադիր լինեք, 7-ն էլ կստանան ճիշտ պատասխաններ, պարզապես այստեղ նրբություն կա։ Հարցին կպատասխանի այն մասնակիցն, ով ամենաարագը կսեղմի կոճակը։ Պատրաստ եք։ Դե եկեք դիտենք տեսանյութը։ Ստաֆիլոկոկը թարախածին միկրոբների շարքին պատկանող բակտերիա է, որի տարածման հիմնական աղբյուր են համարվում արտադրության սանիտարահամաճարակային վատ պայմաններում արտադրված սննդամթերքն ու կենդանիները։ Այսպիսով, ստաֆիլոկոկը մարդուն կարող է փոխանցվել ինչպես հիվանդ կենդանի հետ շփվելիս, այնպես էլ սննդամթերքից։ Այն կարող է մարդու օրգանիզմ ներթափանցել միայն շփման ճանապարհով, կեղտոտ ձեռքերի կամ պարագաների միջոցով։ Մարդու օրգանիզմում գրեթե չկա այդպեսի մի համակարգ, մի առանձին օրգան, որը նա չկարող չախտահարի։
շատ հաճախ սկսած նորածնային հասակից, շատ հաճախ լինում են նորածների մոտ, վերջ ասած մեծահասակներով։ Մեծահասակների մոտ ստաֆիլոկոկը կարող է առաջացնել վերևից սկսենք, հա, անգինայից սկսած նշաբոբ, հա, նշիկների բորբոքում, որը նույնպես գիտեք, որ բավական ծանր է անցնում հաճախ պացիենտը քաղաքացի մինչև 6-7 օր ջերմում է, ջերմությունը բարձր թվերի վրա առնում 39-40, կարող է առաջացնել մենինգիտ, այսինքն գլխուղեղի թաղանթների բորբոքում, նա կարող է առաջացնել թոքաբորբ, թոքերի բորբոքում, բազմաթիվ այն սրտամկանի բորբոքումից սկսած ամեն ինչ նա կարող է առաջացնել վերջացած երիկամների բորբոքում։ Ստաֆիլոկոկը կարող է ապրել աղիներում, սեռական եւ շնչառական ուղիներում։ Այն այդքան վտանգավոր չէ օրգանիզմի համար, որքան դրա կենսագործունեության արդյունքում առաջացած թույները, որոնք կարող են ծանր թունավորում եւ ուժգին ցավեր առաջացնել։ Ինքը, կրկնում եմ, կարող է լինել չար վիճակում, պաթոգեն վիճակում եւ կարող է լինել օրգանիզմում, բայց абսոլյուտно որևիցե վնաս չտալ օրգանիզմին, ունի նաեւ այդ յուրահատկությունը։ Որոշակի պայմանների ի հայտ գալուն պես նա արդեն կարող է այդ բարի վիճակից դառնալ չար, ագրեսիվ։ Փորլուծություն, մարմնի բարձր ջերմություն, մաշկի թարախային բորբոքումներ, թոքերի բորբոքում, աղիքային վարակներ, սրանք ստաֆիլոկոկի հիմնական արտահայտումներն են։ Եթե մեծահասակների շրջանում բակտերիան հիմնականում հայտնաբերվում է համապատասխան հետազոտություն անցնելուց հետո միայն, ապա երեխաների շրջանում այն որպես կանոն արտահայտվում է այս նախանշաններով, սակայն կարող են լինել նաև բացառություններ։ Մենք ասում ենք առանց սիմպտոմային, հա, բեսիմպտոմն է ցեչինը, այսինքն դա կարող է լինի, բայց չարտահայտվի ավելի եւ շատ դեպքերում նա պետք է լինի։ Ուղղակի ինքը հաճախ կարող է դառնալ վնասակար, պաթոգեն, այդ դեպքում այ երեխաների մոտ նա առաջացնում է լուծային հիվանդություններ։ Երեխաների շրջանում ամենահաճախ հանդիպող տեսակը աղիքային ստաֆիլոկոկն է, որը կարող է առաջացնել լուծ, ջրազրկում եւ բարձր ջերմություն, սակայն վարակաբանները հորդորում են չսպասել նախանշանների ի հայտ գալուն։ Հիվանդությունը կանխարգելելու համար անհրաժեշտ է տարվա ընթացքում գոնե 1 անգամ կղանքի հետազոտություն անցկացնել։ Ստաֆիլոկոկի հայտնաբերումն ու ախտորոշումը կատարվում է միայն լաբորատոր բակտերիոլոգիական մարեաբանական հետազոտության միջոցով։ Եթե բակտերիան հայտնաբերվում է, պետք է սկսել բուժումը։ Ամենաառաջն այդ թողարկանը պետք է դիմի բժիշկին, բժիշկը ամենայն մանրամասնյան իրան կբացատրի նշանակումներ կանի թե բուժումը, թե երեխայի սնուցումը, որ դուք անում եք դիետա։ Այդ բոլորը բժիշկը կորոշի, ասենք ամեն մի առանձին անհատի մոտ կախված տարիքից պացիենտի, հա, կախված նրա այլ արտահայտություններից նրա օրգանիզմի, հա, դիմադրողականությունից սկսած մինչև մյուս բոլոր նրա առանձնահատկությունները բժիշկը որոշում է կայացնում։ Մասնագետները շտապում են հանգստացնել, ստաֆիլոկոկը ծանր ընթացող, առավել եւս չբուժվող հիվանդություն չէ։ Մայրիկներ, դիտեցինք տեսանյութը, ժամանակն է, որ լսենք հարցերն ու պատասխանենք դրանց։ Եվ այսպես, ինչ է ստաֆիլոկոկը։ Շուշան։ Ստաֆիլոկոկը հիվանդության մի տեսակ է, որ մանրաբանական հիվանդություն է, որը փոխանցվում է սննդի եւ պարագաների միջոցով։ Ճիշտ է պատասխանը, այն բակտերիա է, որը փոխանցվում է շփման միջոցով, սննդի միջոցով։ Նաեւ շնորհակալություն պատասխանի համար։ Մյուս հարցը. որոնք են ստաֆիլոկոկի տարածման հիմնական աղբյուրները։ Լիաննա։ Տարածման աղբյուրներն են, նրանց երեխան կարող է անցնել դա երեխայի մոտ կենդանիներին, վարակ, ասենք, մազից եւ այլ կեղտոտ ինչ-որ իրերից, բնական է դա նպաստում է երեխային այդ հիվանդությանը։ Ճիշտ է պատասխանը կենդանիների հետ շփման արդյունքում, հատկապես շների, կատուների հետ, ինչպես նաև սննդամթերք, սանիտարահամաճարակային վատ պայմանները կարող են միանշանակ դառնալ ստաֆիլոկոկի փոխանցման աղբյուր։ Հաջորդ հարցը. Մայրիկներ, ինչ հիվանդությունների պատճառ կարող է դառնալ ստաֆիլոկոկը, առաջինը սեղմեց կոճակը։ Շուշանը, լսում ենք ձեզ։ Ուրեմն ստաֆիլոկոկը ըստ տարիքի արդեն մեծերի մոտ կարող է լինել թոքաբորբ, երիկամային հիվանդություններ, աղիքային հիվանդություններ, նույնն էլ երևի փոքրերի մոտ, բայց արդեն ավելի սուր երբեմն։ Աղիքներում, ինչպես նաև լորձաթաղանթներում, վերին շնչուղիներում, անգինայի պատճառ նույնիսկ կարող է դառնալ ստաֆիլոկոկը, մենենգիտ, սրտամկանի, անգամ վարակ կարող է առաջացնել երիկամներ։ Ճիշտ է պատասխանը եւ մենք անցնում ենք հաջորդ հարցին։ Որոնք են ստաֆիլոկոկի հիմնական արտահայտումները։ Լիաննա։
Կարող են երեխաների մոտ լինել ջերմություն, բարձր, նաև կարող է չլինի ջերմություն, բայց դա երևա երեխայի նույնիսկ անհանգիստ վիճակից։ Ջերմության բարձրացում, էլ ինչ կհիշեք։ Փորլուծությունը նման փոքր տարիքային երեխաների մոտ փորլուծությունն է ամենակարևորը, սրտխառնոց։ Եթե փորլուծությունը անում է, ջրազրկումը բնականաբար արդեն ինքնին դա հետևում է։ Այնպես որ պետք է վարակին ուշադիր լինել եւ իհարկե եթե հիվանդությունը մի քիչ շարունակում է, որոշակի հետազոտություններ անցնել։ Ճիշտ է, պատասխանը լսում ենք մյուս հարցը։ Ո՞րն է երեխաների շրջանում ամենախոցելի ու հաճախ հանդիպող տեսակը համարվում։ Լիաննա։ Երեխաները կարող են այդ ժամանակ այ որ օրգան համակարգում է հիմնական, որ օրգան համակարգն է ախտահարում։ Ստամոքսայինը, որ աղիքային կարող են ճնշում գործադրել եւ երեխան չկարողանա ոչ մի հաց ուտել, ոչ մի բան չկարողանա, չի կարող։ Ամենախոցելին այո, աղիքային ստաֆիլոկոկն է ամենահաճախ հանդիպողը, որը կարող է առաջացնել լուծ, ջրազրկում եւ բարձր ջերմություն, ճիշտ է պատասխանը։ Մայրիկներ, կհիշեք թե ինչպես է ախտորոշվում ստաֆիլոկոկը։ Արևիկ։ Հիմնականում ախտորոշվում է արյան անալիզի միջոցով, հետազոտման միջոցով, դա ավելի շատ մեծահասակների մոտ, իսկ երեխաներին հիմնականում փորլուծության ժամանակ, արդեն իսկ այդ դեպքում դիմում ենք բժշկի, արդեն կեղտի անալիզի միջոցով նոր կհայտնաբերվի։ Արյան եւ կղանքի հետազոտության միջոցով հնարավոր է բացահայտել ստաֆիլոկոկը։ Վերջին հարցը։ Ինչպես է բուժումը կատարվում սովորաբար, Շուշան։ Սովորաբար բուժումը կարծում եմ պետք է կատարվի բժիշկների հսկողության տակ, հիվանդանոցում, հա։ Բակտերիաների դեմ երևի պետք է բուժումը լինի առաջի հերթին։ Երևի այդքան չեմ հիշում։ Ճիշտ է, պատասխանը մասնագետն էլ նշեց, որ այստեղ ամենակարևորը մասնագետին դիմելն է, այսինքն ինքնաբուժությամբ տան պայմաններում փորլուծություն բուժել, ջերմություն իջեցնել հարկավոր չէ եւ հիմնականում եթե բակտերիալ է, ապա հակաբակտերիալ միջոցներով է կատարվում հիմնականում։ Ամենակարևորը որ բուժում կա։ Այո, ստաֆիլոկոկը պետք է բուժել, սա միանշանակ է։ Շնորհակալություն պատասխանի համար։ Աղջիկներ, վերջացավ նաև երկրորդ փուլը, դե եկեք ամփոփենք միավորները։ Շուշանը երկու փուլերի արդյունքում վաստակեց 8 միավոր, Արևիկը վաստակեց 5 միավոր եւ Լիաննան վաստակեց 7 միավոր։ Շնորհակալություն, տեղափոխվում ենք երրորդ փուլ, նախապես ծանոթանալով երրորդ փուլի կանոններին։ Երրորդ փուլում մայրիկներն առաջադրանք կստանան։ Գործընթացին կհետևի մասնագետը։ Փուլի ավարտին նա կգնահատի մասնակիցների կատարած աշխատանքը։ Այս փուլը յուրաքանչյուրին կարող է բերել նվազագույնը 1, առավելագույնը 5 միավոր։ Մայրիկների ակումբում սկսված է մեր այսօրվա խաղի երրորդ, վերջին փուլը։ Վերջին փուլի ընթացքում խոսելու ենք կարևոր մի թեմայի մասին, թե կոնկրետ որ թեմայի մասին ենք խոսելու, կիմանանք ընդամենը մի քանի րոպեից, իսկ մինչ այդ ես ուզում եմ տաղավար հրավիրել մանկաբույժ Վարդուհի Առաքելյանին։ Բարև ձեզ սիրելի մայրիկներ։ Ողջույն բժշկուհի, շատ ուրախ եմ, որ մեր տաղավարում եք եւ մայրիկներն անհամբեր սպասում են, թե ինչի մասին ենք խոսելու այսօր, կարծում եմ հարցը նաեւ ձեզ է հետաքրքրելու։ Եկեք միասին դիտենք տեսանյութը, որից հետո կանդրադառնանք նաեւ հարց ու պատասխանի փուլին։ Նորածին փոքրիկի համար լավագույն սնունդը մայրական կաթն է, որն անփոխարինելի է երեխայի առողջության համար։ Կրծքի կաթը պարունակում է այն բոլոր օգտակար տարրերը, որոնք անհրաժեշտ են փոքրիկի օրգանիզմին։ Մասնագետները փաստում են, որ կանանց միայն 3-ից 5%-ն է զրկված երեխային կրծքով կերակրելու հնարավորությունից։ Այնպես որ մայրիկի տեղեկացված լինելը եւ մեծ ցանկությունը բավական է երեխային կրծքով կերակրելու համար։ Իսկ ինչ կարող է անել մայրիկը կաթնարտադրությանը նպաստելու համար։ Հարց, որը հետաքրքրում ու հուզում է բոլոր մայրիկներին, ինչ անել, որպեսզի ունենալ առատ կաթ։ Ինչ պետք է անի մայրիկը։ Վարդուհի նախքան իհարկե ձեզանից մասնագիտական խորհուրդներ լսելն առաջարկում եմ լսել մեր մասնակիցներին, սա նրանց առաջադրանքն է։ Շուշան, սկսենք ձեզանից։ Եվ այսպես։ Ուրեմն կարծում եմ մայրիկները առաջի հերթին պիտի լինեն հանգիստ, իսկ կաթ արտադրության համար կարծում եմ միայն սովորական ջուրը պիտի որ բավարար լինի։ Շատ լավ, շնորհակալություն Շուշան։ Արևիկ, դուք ինչ խորհուրդ կտայիք։ Հեղուկները իրենց ինչ որ խաղում են եւ ես կարծում եմ որ յուրաքանչյուրը պետք է լինեն իրոք հանգիստ վիճակում, լարվածությունը, որը ինքնին մեծ ազդեցություն է թողնում եւ ցանկացած մայր պետք է ցանկանա կերակրել։ Դուք ասեիք փաստորեն եղիր հանգիստ, շատ հեղուկներ օգտագործիր։
Եվ կաթը կավելանա։ Այո, եւ ցանկություն կերակրելու այսօրվա մայրիկների կարծիքով մտածում են, որ կարելի է, չի կարելի, հետագայում գերանում են կամ այլ խնդիրներ, ես կարծում որ պետք է դու ինքդ ցանկանաս, այսինքն ցանկանալով նաև կունենաս։ Իդեպ Արևիկը խոսեց գիրանալու մասին, շատերն են պատճառաբանում, այնինչ կարծում եմ շատերը փորձով կարող են ապացուցել, որ կարծիքով կերակրելը հակառակը նպաստում է, որ ավելի հետ գնաս նախկին քաշի։ Լիաննա։ Ուսում եմ ինձ մոտ է տորին։ Դուք ինչ խորհուրդ կտայիք մայրիկին, ով ձեզ կդիմեր ասելով Լիաննա, ինչ անեմ, որ կաթնարտադրությունս ավելանա։ Առաջինահերթ, որ ոչ մի ստրեսային, ոչ մի դա շատ է ազդում։ Կոնկրետ երեխաների հենց զուտ ուտելու, չուտելու վրա։ Լավ։ Երկրորդ, ինչպես նշվեց, հեղուկները պարտադիր լինի։ Լավ։ Եվ երեխան ինչքան կարող է պիտի տան ուտի։ Ինչքան ժամանակ երեխան կուտի, այդ ընթացքում պիտի ոչ թե կտրել եւ այլ, ինչպես հիմիկվա։ Այսինքն առանց ռեժիմի երբ ցանկանում է կերակրել, եթե երեխան սոված է լինում, բայց աշխատել կարելի է ժամ սահմանել, որպեսզի նա ինչքան կուտի այդ ժամանակահատվածում, որպեսզի նրա քնի ժամն էլ կարողանա իր քունը վայելել, որպեսզի չխանգարեն ոչ մեկ։ այսինքն երբ պահանջում է պետք է կերակրել։ Այո, անպայման կերակրել, հա, այդ ժամանակ, բայց եթե ռեժիմը ըստ ռեժիմի գնա արդեն ինստինկտյան երեխան կսովորի, որ այդ ժամին պիտի ինքը ժամին գա եւ արդեն կացնել ինստինկտյան պիտի հասցնի, որպեսզի կերակրի երեխան։ Շատ լավ։ Մենք լսեցինք մայրիկների առաջարկած տարբերակներ, կարծում եմ բոլորիս կհետաքրքրի, թե ինչպես են այս հարցին պատասխանել մի խումբ կանայք։ Եկեք լսենք նրանց, որից հետո արդեն կլսենք ձեզ բժշկուհի։ Ճիշտ ծնվել, պարտադիր չի հեղուկ խմել, դա չի նպաստում։ Ճիշտ ծնվել եւ ավելի շատ ոգևորված լինել կերակրել, քան թե մտածել դրա մասին։ Տարբեր միջոցներ կան, ասում են թեյ խմեք պրյանիկով, չգիտեմ, տարբեր միջոցներ կա, բայց ինձ թվում է դա ավելի շատ գենետիկորեն է։ Թեյ, քաղցր կատով թեյեր, դե նորմալ սնվել եւ շատ հեղուկներ օգտագործել։ Շատ հայեր օգտագործի, ջրալի հյութեր, այնտեղ շատ բաներ կա։ Շատ հեղուկներ պետքա խմի, առատ սնունդը պետքա շատ վիտամիններով հարուստ լինի, որ փոխանցվի փոքրիկին։ Կամ երեխային հաճախակի, երբ որ ասենք կուրծք են տալիս, այդ ժամանակ ինձ թվում է ավելի շատանում է։ Վարդուհի, դուք լսեցիք մայրիկների տված պատասխանները, հիմա նախքան յուրաքանչյուր պատասխանին անդրադառնալը պետք է խնդրեմ ներկայացնել, թե մասնագետներն այսօր ինչ են խորհուրդ տալիս, ինչ միջոցներով է կարելի նպաստել կաթնարտադրությանը։ Նախ սիրելի մայրիկներ, թույլ տվեք ձեզ բացատրեմ, ինչպես է կաթն արտադրվում։ Երբ որ բալիկը սկսում է կուրծքը ծծել, նյարդային թելիկները հասնում են հիպոֆիզին, արտադրվում է օքսիտոցին եւ պրոլակտին հորմոնը։ Օքսիտոցինը կաթնամուխ հորմոն է, իսկ պրոլակտինը կաթնարտադրության հորմոն է։ Ի տարբերություն օքսիդոցինի, պրոլակտինը արտադրվում է կաթը ուտելուց կես ժամ հետո, որն ապահովում է կաթնարտադրություն հաջորդ կերակրման համար։ Եվ շատ ցանկալի է գիշերային կերակրումները, քանի որ պրոլակտինային ռեֆլեքս կոչվածը ավելի շատ լինում է գիշերը։ Գիշերային ժամերին պրոլակտինն ավելի շատ է արտադրվում։ Եվ այսպիսով կարելի է ասել, որ ճիշտ կաթնարտադրության համար առաջին շաբաթների եւ ամիսների համար ճիշտ է գիշերային սնուցումը, պետք է գիշերը երեխային կերակրել, լավ։ Այսինքն վստահ կարելի ասել գիշերային կերակրումները նպաստում են։ Իսկ ի տարբերություն պրոլակտինի, օքսիդոցիդ հորմոնը ինքը արտադրվում է, երբ որ մայրիկը սկսում է երեխայի մասին մտածել, երեխայի ձայնը լսել, երբ որ երեխան հպվում է մայրիկին, այս հորմոնը արտադրվում է եւ կարող է բերել կաթնամղման։ Այսպիսով նաեւ ասեմ, որ կաթնարտադրությունը կառավարվում է նաեւ կաթնագեղձում, երբ որ կաթնագեղձում մնում է որոշակի կաթի քանակություն, այնտեղ ունենում ենք ինգիբիտորներ, այսպես կոչված, որոնք արգելակում են հետագա կաթի արտադրումը։ Այսինքն, որ կաթնագեղձում լրացուցիչ կաթի քանակ չավելանա։ Այսպիսով կարելի է ասել, որ լիարժեք կաթնարտադրության համար ճիշտ է երեխային ճիշտ սնուցումը, այսինքն լիարժեք սնուցումը։ Մայրը պետք է վստահ լինի, որ երեխան մինչև վերջ
կուրծքը դատարկել է եւ առաջին հերթին կաթնարտադրության համար ճիշտ ժամանակային մոտեցումը, հա, պետք է առաջին ամիսների ընթացքում երեխային պետք է սահմանել հատուկ ռեժիմ, 1-ից 3 ժամերի ընթացքում մոտեցնել երեխային կրծքին, այնքան երկար թողնել, որ երեխան կուրծքը ծծի, մինչև ինքը սկսի քնել կամ հանգստանալ։ Այս բոլոր պայմանները մենք պետք է անպայման հաշվի առնենք, սիրելի մայրիկներ։ Բժշկուհի, ձեր խոսքից հասկացվեց, որ այն միֆերը, որը տարածված են հատկապես նախորդ տարիների ընթացքում եւ իհարկե հիմա էլ շատերը տատիկները հատկապես մեծ սերնդի ներկայացուցիչները խորհուրդ են տալիս, սա կեր, այն կեր ինչ որ գործողություններ անհետ կան, որոնց մասին կարծեմ անիմաստ է անգամ խոսելը, դրանք նպաստում են կաթնարտադրության, այդ ամենը միֆ է։ Իրականում փաստորեն մայրիկները ինչի մասին խոսեցին։ Երեքն էլ խոսեցին հանգիստ հոգեվիճակի մասին։ Սա կարելի է որպես ճիշտ տարբերակ ընդունել։ Ես չնշեցի, սիրելի մայրիկներ, շատ ճիշտ էր ձեր մեջբերումը այն մասին, որ առաջնահերթ ճիշտ սնուցման համար բալիկին շատ կարևոր է մոր հոգեվիճակը։ Օքսիդոցիդ հորմոնը արտադրվում է, երբ որ մայրը ինքն իրեն գնահատում է լիարժեք, երբ որ նա մտածում է, որ կարող է երեխային կերակրել, որ իր կաթը անփոխարինելի է իր բալիկի համար, որ լիարժեք է։ Այս մտածմունքների հիման վրա արտադրվում է այդ հորմոնը, որը եւ բերում է կաթնարտադրության։ Այ Արևիկը նշեց, որ կարևոր է մայրիկը շատ մեծ ցանկություն ունենա։ Շատ մեծ ցանկությունը, այո, շատ ճիշտ էր այդ մեջբերումը։ Նաեւ սննդի հետ կապված նշեցիք, սիրելի մայրիկներ, թույլ տվեք ձեզ ասեմ, որ բացարձակապես մոր կերած սնունդը չի կարող ազդել կաթնարտադրության վրա։ Իսկ հեղուկները երեքն էլ քանակը դա արդեն խոսում են նյարդային, արդեն մոր նյարդաբանական գործոնի վրա, հա, երբ որ դու խմում ես ջուրը, դու հոգեբանորեն մտածում ես, որ նա կարող է օգնել քեզ կաթնարտադրության համար եւ այդ իսկ պատճառով ինչ որ կերպ դու քո հոգեկան ներաշխարհով ազդում ես դրա վրա, բայց գերազանցապես թեր սնուցված կանանց դեպքում է միայն սնուցումը կարևոր, իսկ տվյալ դեպքում սնուցումը ոչ մի դերակատարում չունի կաթնարտադրության համար։ Այսինքն մայրիկը պետք է սնվի, հա, լիարժեք, չափի մեջ հեղուկներ օգտագործի։ Այո, ինչպես առողջ սովորական, իհարկե խուսափելով մի քանի սննդատեսակներից, որոնք առաջին մի քանի ամիսներին ցանկալի չեն։ Բժշկուհի, եւ վերջում սպասում ենք ձեր միավորներին։ Սիրելի մայրիկներ, բոլորիդ պատասխանը ինչ որտեղ ավանդական էր, ինչ որտեղ մայրական։ Հեղուկների պահով փաստորեն ավանդական էր նաև հարցման մեջ, հա, մենք շատ լսեցինք շատ հեղուկներ, առատ հեղուկներ։ Այո, բոլոր մայրիկներին գնահատում եմ 4-ական միավորներով։ Շնորհակալություն Վարդուհի միավորների համար, եկեք պարզենք միավորները։ 3 փուլերի արդյունքում Շուշանը վաստակեց 12 միավոր, Արևիկը վաստակեց 9 միավոր, Լիաննան վաստակեց 11 միավոր։ Շնորհակալություն հարցազրույցի համար։ Մայրիկներ, եկեք ամփոփենք մեր այսօրվա խաղը։ Դե ինչ սիրելի մայրիկներ, ավարտին մոտեցավ հերթական խաղը, խաղ, որի ընթացքում 3 էլ փայլուն մասնակցություն ունեցաք, որովհետև տեղեկացված էիք, խաղի ընթացքում սա ակնհայտ էր։ Միավորներից արդեն պարզ է, որ մեր խաղի հաղթող ճանաչում է Շուշանը, ում շնորհավորում ենք։ Շնորհավորում եմ 3-ից հավասարապես, որովհետև մայրիկների ակումբում կամ ի սկզբունք հաղթող է նա, ով մայրիկ է։ Մենք բոլորս հաղթող ենք, որովհետև մայրիկ ենք։ Շնորհակալություն խաղին մասնակցելու համար։ Հաջողություն։ Մայրիկների ակումբը շարունակում է փնտրել խելացի ու տեղեկացված մայրիկների։ Եթե կարծում եք, որ այդպիսին եք, շտապեք մասնակցել մեր խաղին։ Գտեք մեզ Facebook սոցիալական ցանցում եւ առանձին նամակով ուղարկեք մեզ ձեր տվյալները, եւ մենք կհանդիպենք մայրիկների ակումբում։